Հայաստանի ամենաբերի տարածաշրջանում ենք, Հայաստանի գյուղատնտեսական ամենահարուստ տարածաշրջանում ենք և հայկական գյուղատնտեսության վերածնունդը այստեղից է սկսվելու։ Իմ մեջքի հետևը դուք մի քիչ առաջ տեսաք Սամվել Կարապետյանի նկարը։ Կուզեմ պատմել և նաև օրինակ բերել, մի հատ իրար հետ մտածենք, թե ինչպես եղավ, որ մենք այսօր եկել ենք այցելելու և մենք այսօր մեր քաղաքական հայտն ենք ներկայացնում։ Պատկերացրեք դուք, հայ տղամարդ, ապրում եք Հայաստանից դուրս, ունեք ամեն ինչ, ստեղծել եք ամեն ինչ, ձեր վրա պատկերացրեք ու ունեք հայրենիք, որը աշխարհում ամենաաղքատ 113-րդ երկիրն է։ Սկզբից ինչ եք մտածում, չէ՞, ասում եք ես իմ ամեն ինչով կօգնեմ իմ երկրին, թող փորձեն երկրի առաջնորդները երկիրը զարգացնեն։ Բոլոր առաջնորդների հետ հանդիպում եք, ասում եք սենց. ինչ ուզես, ես կանեմ, երկիրը զարգացրու։ Մի առաջնորդի հետ ես հանդիպում, անում ես, տեսնում ես, չի զարգանում։ Երկրորդ առաջնորդի հետ ես հանդիպում, անում ես, տեսնում ես, չի զարգանում։ Երրորդ առաջնորդի հետ ես հանդիպում, ինչ ասում է, փորձում ես անել քո հայրենիքի համար, տեսնում ես ոչ միայն չի զարգացնում, շուռ է տալի։ Իրավիճակը լրիվ վատթարացնում է, լուծում է մի քանի տեխնիկական հարցեր, բայց հիմքից քանդում է երկիրը, երկրի հիմքը սկսում է խարխլել։ Սկսում ես բացատրել, որ այս ճանապարհով պետք չի, պետք է երկիրը աղքատությունը հաղթարենք սկզբից, ոչ թե գնանք, ասենք ցեղասպանություն չի եղել, անուն դնենք եկեղեցու հայրերին, ասենք մեր գրերը, չգիտեմ ոնց է ստեղծվել, բոլոր հարցերին անդրադառնում է բացի իրական հարցերից, իրական տնտեսությունից։ Եվ դուք լինեք Սամվել Կարապետյանի տեղը, կտեսնեք, որ մի քանի անգամ փորձել եք օգնել, մի քանի անգամ չի ստացվել, չեք ասի էլ մի հատ էնկոմ, մի հատ ձեռները քաշեմ ու տեսնենք ինչ ենք անում։ Դա այն է, ինչ մենք հիմա ուզում ենք անենք։ Պետք է փոխենք։ Նոր առաջնորդ Հայաստանին։ Բոլոր առաջնորդները իրանց լավ արել են, վատ արել են, թող ժողովուրդը գնահատի։ Չեմ ուզում ոչ մեկին ոչ անուն դնեմ, ոչ էլ անունը հանեմ վրայից։ Բայց մենք 4 առաջնորդ ունեցել ենք, բայց հասել ենք այն օրին, ինչ օրին հիմա հասել ենք։ Եվ դուք նայում եք Հայաստանից դուրս յուրաքանչյուր ոլորտի, տեսնում եք, որ մի հատ հայ կա այստեղ։ Օրինակ, այս ոլորտի ուժեղը հայ է, այն ոլորտի ուժեղը հայ է, այն ոլորտի ուժեղը հայաստանցի է։ Հասկանում ես, որ երկիրը կարող է աղքատ հայ աշխարհում մենակ Հայաստանում է։ Ու դա նշանակում է, դա հայերից չի, դա Հայաստանի իշխանություններից է։ Արմավիրի համար մենք մի հատ ծրագիր ունենք, լավ ծրագիր։ Արմավիրը պետք է Հայաստանի համար և Հայաստանի ընդհանուր գյուղմթերքների համար դառնա կենտրոն, գյուղմթերքների վերամշակման կենտրոն։ Արմավիրի մարզի ամեն 3 հեկտարից մեկը չի մշակվում, ջրի պակասի պատճառով, ձեռ չի տալիս, չի մշակում 3 հեկտարից մեկը, երբ որ Հայաստանի ամենաբերի հատվածն է։ Մեզ պետք է առաջնորդել գյուղատնտեսության զարգացումը, իսկ Արմավիր համայնքը պետք է սննդի վերամշակման կենտրոն լինի, որ գնումները արվի, վերամշակում արվի և արտահանվի։ Դա հնարավորություն կտա մարդկանց լավ ապրելու։ Ունենք Արարատյան դաշտ, հարուստ շրջան, կազմակերպողից է։ Նաև ուզում եմ եզդիական համայնքին դիմեմ։ Մուրազին վստահում եք։ Եթե դուք վստահում եք, մենք էլ ենք վստահում ու իր հետ ճանապարհ ենք գնալու։ Սիրելի հայրենակիցներ, քայլ առ քայլ մենք էլ ենք ուզում ասենք։ Մենք դասական, քաղաքական գործիչ չենք։ Մենք այս ամեն ինչը չենք արել, որ ինչ-որ մեկը գա, շարունակի նույն ձև տանել և վերջում մենք տեսնենք, որ ոչ մի փոփոխություն չեղավ։ 8 ամիս շարունակ ԱԱԾ մեկուսարանում Սամվել Կարապետյանը նստեց, ամբողջ պրոցեսները մեր վրայով փորձեցին ինչ-որ բաներ անել, չստացվեց, իմացեք այդ ամեն ինչը արել ենք, որ Հայաստանը ունենա նոր առաջնորդ, նոր, դուրս են գալիս, ասում են, այս առաջնորդին աջակցում, այն առաջնորդին աջակցում, որ աջակցելու լինենք չենք ամաչի ոչ մեկից, բայց մենք տեսել ենք, որ չեն կարում,
Արել են, ինչ արել են, լավ են արել, ապրեն իրանք, վատ են արել, Աստված եւ ժողովուրդը թող իրենց պատասխան տա։ Բայց Սամվել Կարապետյանը ձեռները քաշել է, այս process-ի մեջ մտնել է, որ փոխի։ Ու բոլորս իրար հետ աշխատելով փոխելու ենք։ Շնորհակալ եմ։ 8-9 ամիս առաջ այստեղից մի քանի 100 մետր հեռավորության վրա մենք այցելություն էինք արել Մայր տաճար։ Մայր տաճար պատարակից հետո դուրս եկանք եւ լրագրողը մոտեցավ Սամվել Կարապետյանին։ Այդ ժամանակ արդեն մի քանի օր էր, որ մեր երկրի վարչապետը բավականին վատ արտահայտություններով, բավականին վատ բառերով արտահայտվում էր մեր եկեղեցու եւ եկեղեցու հայրերի նկատմամբ։ Ինչ պետք է աներ ամեն հայ այդ ժամանակ։ Պատկերացրեք, տանը նստած եք, գալիս է մեկը ու քո հոր հետ սկսում է անարգալից խոսել։ Ինչ պետք է անես։ Եթե դու ազգությամբ հայ ես, քո հայրը, մեր բոլորիս հոգևոր հայրը, Սուրբ Էջմիածինը հարձակման է ենթարկում։ Պետք է ելներ ասեր հələ մի րոպե։ Էս ինչ ես անում։ Ասեց նա, չէին ասում շատ մարդիկ, ասեց նա։ Ու մի մարդու հաշվարկ էր արել մի մարդ, որ կալանավորելով կարողանա ինչ-որ բանի հասնել։ Այդ նույն օրը, այստեղից գնալուց հետո, երեկոյան սկսվեց կալանավորման հարցերը։ Բայց մի բան էլ հաշվի չէր առել, բնավորությունը մարդու։ Առաջնորդի, իրական առաջնորդի բնավորությունը։ Բոլորը մարդկանց չափում են իրենց արշինով։ Ինչն էր իր արշինը, որ տանեին մի քիչ պահեին, ինչ ասեին աներ։ Ինչն էր մեր արշինը։ 8 ամիս ԱԱԾ մեկուսարան էր, հետը մարդ չէին թողում, իբր ինչ-որ բան անելու համար։ Բայց մարդու բնավորությունը, հայ տղամարդկանց բնավորությունը, ոնց որ իրանք հետ էին սովորել։ Ու ինչպես պարոն Վարդևանյանը ասեց, ամեն անգամ ով իր հետ շփվում էր այդ ընթացքում, ավելի մեծ ուժով դուրս էր գալ իր մոտից, որտեվ նա գիտեր, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, որտեվ գիտեր, որ կանգնեցնել է պետք է ամեն ինչը։ Շատերը ասում են, որ սա եկեղեցու դեմ արշավ չէ, սա անհատների դեմ արշավ է։ Լավ, ուրեմն մի քանի ամիս առաջ Հայաստանում կա մանկական զարգացման կենտրոն պետական, մանկատուն։ Այդ մանկատուն այցելություն է ունենում սոցիալ նախարարի այցելության ժամանակ երեխաները երբ որ հավաքում են ճաշկերույթի, տնօրենը խնդրում է, ես ինչ ասում եմ, տնօրենն էլ Էջմիածինցի է։ Ինչ ասում եմ, բոլորը գիտեն։ Տնօրենը խնդրում է, ասում է, երեխաներ, եկեք մի հատ հայր մեր ասենք ու հացը ուտենք։ Երեխաները հայր մեր ասում են, ԿՊԱ-ական նախարարը նայում է, գնում է մինչև հասնում է իր գրասենյակ, այդ տնօրենին աշխատանքից հանում է։ Այդ նախարարը 3 ամիս աշխատելուց հետո, ընդամենը 3 ամիս էր աշխատել, վերցել էր ամբողջ տարվա պարգևավճարը։ Իրեն համարել էր, եթե գաղափարի տղա է, թող պարգևավճարը չվերցներ, մի հատ աշխատանք ցույց տար նոր։ Բայց մարդուն հայր մերի համար աշխատանքից ազատել է երեխաներին հայր մերով դաստիարակելու համար։ Հարգելիներս, սիրուն բառեր են ասելու, որ շեղեն, որ մենք չմտածենք, որ իրանք հարձակում են եկեղեցու վրա, իրանք ուզում են եկեղեցին վերցնեն ու եկեղեցով իրանք մեր երկրի ընդհանուր տրամաբանությունը փոխեն, մեր երկրի ադատները փոխեն, իրենց պատվիրատուների ուզած ադատները մեր մեջ մտցնեն։ Դրա համար մենք պայքարում ենք։ Չեմ ուզում դուք դիտարկեք որպես սովորական քաղաքական ուժի այցելություն, որ եկել ենք ասենք Ժորժ ջան, մենք լավն ենք, էս ենք։ Սա պայքար է բոլորիս։ Մենք ուղղակի առաջամարտիկն ենք այս պայքարի։ Ու պատրաստ ենք այս առաջամարտիկը լինելու։ Ինչ է ուժեղ Հայաստանը։ Շատերը Հայաստանից դուրսով ապրել է, գիտի որ երբ դու դրսում ես բնակվում, քեզ չեն ճանաչում որպես Արմեն, Սահակ, քեզ ճանաչում են որպես ազգության ներկայացուցիչ։ Եվ երբ որ թույլ երկրի ներկայացուցիչ ես, քեզ լուրջ չեն ընդունում։
Ոչ ոք ավելի շատ չգիտի ուժեղ երկիր ունենալու ղադրը, քան Սփյուռքում ապրած հայերը։ Եվ այդ իսկ պատճառով բոլորի երազանքը ուժեղ երկիր ունենալն է, ուժեղ Հայաստան ունենալն է։ Դա է մեր հիմնական նպատակը։ Տեսեք, մենք ունենք պատերազմող տարածաշրջան։ Իրանը բալիստիկ հրթիռ ուղարկում, Իսրայելը պաշտպանվում է։ Իսրայելն ուղարկում, Իրանը պաշտպանում, մեր հարևանների վիճակները լնայ։ Ադրբեջանը հատուկ համակարգ է սարքում։ Մեր ԱԱԾ շենքի կողքը մի հատ տղա ջինսերով շպրտում է, էդ է մեր անվտանգությունը այսօր դառը, ժողովուրդ ջան։ Կուկուռուզը ինքը ուտի, մեկը ԱԱԾ շենքը վառի։ Վերջում էլ ասի Սամվել Կարապետյանին աջակիցն է եղել այդ մարդը։ Չի ասում, որ չի պաշտպանել ԱԱԾ շենքը։ Ուժեղ երկիր է նա, որ դու 8 քայլ առաջ գիտես քո երկրի իրական վտանգները, որ դու Թուրքիա սովորած մարդկանց չես բերում կողքդ ուղարկում Թուրքիա հետ բանակցելու։ Ուժեղ երկիրը իրական անվտանգություն ունենալն է, որ չի հասնում մարդը մինչև ԱԱԾ շենք հետ այդպես միտք ունի։ Ոչ թե ընդդիմության հետ կապված, ասի կլինի լայք չանեք, բան, այդ ինչ լայք անեն, չանեն մարդիկ արդեն որոշել են, անգամ իրանց հարցումներով 50% են առաջ հավաքի, հիմա 2 անգամ քիչ են իրանց հարցումներով։ Էդ ինանից է, որ ժողովուրդը լուրջ առաջնորդ է ուզում, ուժեղ, նորմալ գործ անող։ Ու դա բոլորովս իրար հետ պետք է այդ պայքարի մաս կազմելով հասնենք դրան։ Ու վստահ եմ կհասնենք։ Շնորհակալ եմ ժողովուրդ։